Քեզիները ասում բացած ինչ անեն։ Դες բոզերը վրա են տվել, բայց չթունեմ։ Արա ոչ մեկի վրա չի տվել, դու չես կարա բանանես։ Կոմոդ վերջում մի օքի մնալին է դու։ Դալերիս վրա մնա, դել մի մնայի վրա, ոչ մեկ էլ ոչ մնային վրա։ Հերս ուտեն սա։ Ես գան հերս են գերել։ Դոզոյ մատեի կալերիս վրա մատել, ես մամայի բերանը սոտոսի ալինան։ Հա։ Ես ակը ծսունի կտենաս ոնց ածսունում։ Վար էդ գանդոն լույսը։ Ես ընց հիմա գանդոնն եմ էթում են, ու ես օրուք ունեմ ուր էթ համարա, ուր էթ համ։ Ես երվայն մարդ են, ես ես բողոզի տրեսին չեմ կարում տանեմ։ Մերակ ու էթ հոգե բանոյն խոսալը, որ հասկանաս չես հասկան։ Մրվոյտը դու էլ եք սուտ, ու բոլորըտ եք սուտ։ Մարդու հոգե վիճակը ապրելակերպը, վիճակը չեք հասկանում, չեք ուզում հասկանալ։ Իչ է տոն ես տալիս ինձի ես իմ սխալը ջողում եմ, գանդոնն եմ, ես քունեմ իմ լավարը, ես պտի շահայտնեմ էլ լիստես սրանց մամային ծծոսնեմ, ես քունեմ սենց բանի լավը են, պտի ես ամեն որ լինեմ կլուբերում, ինչ որ կմերնեմ, կետ համ գարը պտի ետ համ մտնեմ ռեշտակտերի թևի տակ, Այդ գանդոնների մեջ որ ապրեն։ Մարդիկ չերսի սրնում են էլում են բերանտ են քունում արա։ Ատե վրա էլ մարդ։ Հերս ուտի տենց մարդը։ Ծոցոսնեմ ես գանդոնն եմ ես ավելավեր ես մի հատ ուրիշ գործ այնձի պետ Ամիմ Ծախսեր ասենք դուց եմ էլի հասկանամ ինչ կարող եմ անել։ Քանի որ ես ինքս թույլ չեմ տալու որ մեկի համար հոգ տանի, ես ինքս եմ իմ կյանքը միշտ աշխատել եւ ինքս ինձ եմ պահել։ Եթե կարում եք շատ չասեմ էլի ոչ խաղերի մասին ոչ բան ուղղակի Մի փոքր մտեք դրությանս մեջ։ Չի լուզում որ ես վիճակով տեսնեիք ինձ։ Ուղղակի քանի որ ես անկես մարդ եմ, չեմ կարա թաքցնել իմ տխուր լինել իմ ներկայությունով։ Հա, բայց հիմա չես էլ ասում, որ մենք որ իմ ժողովուրդը անհանգիստ ծաղ գրում են ինչով օգնենք, ինչ անենք իր համար։ Չես էլ ասում, որ մարդիկ հասկանան ինչ էլ որ անեք, սա ֆինանսի հետ կապված լինելու պետք է երևի երկրից դուրս գամ։ Չեմ իմանում էլի մի քիչ ֆինանսը տեղը լինի կհասկանամ ինչ անեմ, բայց երևի երկրից դուրս գամ։ Ալինա, կարող մնալու տեղ չունես։ Չեմ մնալու։ Դու իմ հետ խոսա, իմ հետ կիսվի, ինչ ա եղել։ Մեկը լսել են արդեն այս ժողովուրդը։ Հիմա իրանց հետաքրքիր է, ինչ ա եղել։ Ամեն մեկը մի բանով ուզում է։ Մնալու տեղի հարցա ուղղակի ժամանակ ունեմ։ Այսքան դե հիմա իմ ձենը փակի տե քո մոտ չլսվի, որ կողից քեզ չլսեն, ես ուրիշ բան խոսամ։ Ժողովուրդ ջան, այս մարդը մնալու տեղի հետ Ժորժ, եթե օգնելու լինի, պետք է խաղերը խաղակ օգնեք, այդպես հավաքեմ, հասկանամ ինչ եմ անում։ Ուզում ես երկրից դուրս գամ, երևի ճիշտ է այդ կլինի։ Ընթացքում մինչև գումարը կհավաքվի, կհասկանամ էլ ինչ անեմ։ Հեչ, հարազատ որ փողը լինի, տունն եմ ուզում փոխեմ, սենց հարցերա Ժորժ ջան։ Ոչ թե տունը փոխեմ, այլ բավշե ես երկրից ուզում եմ դուրս գամ։ Տենամը Այդ ընթացքում ինչ հարազատ մարդ կանամ դուրսը գտնեմ դուրս գամ երկրից, որից հասկանամ իմ հետագա կյանքը ու անելիքները, դուրս գամ թեկուզ միտեղ ուրիշ ու երկրում ուրիշ գործով զբաղվեմ, ես հարթակներից տենամ կարում եմ դուրս գամ, եսի իմ սրտով տեղ չի որտեղ որ ես ընկել եմ, ուղղակի կարիքի սրտված, այստեղ մեր երկրում էլ հետ Շեֆերին տնօրենություններին չվստահելով, այս քայլին են գնացել, որ այս հարթակով կարողանանք մեր գոյությունը պաշտպանենք։ Ես ձեզանից չեմ թաքցնում ոչ մի բան, ժողովուրդս։ Չէ, ոչ մի գրածի չեմ պատասխանելու։
չգնա, մարդը հենց այնպես տեղը չգնա, իրան ծախի, մարդը հենց այնպես տեղը չգնա, սրանից նրանից փող ուզի, մարդը ստիպված պետք է լինի մի բանի համար։ Դուք հասկանում եք, մարդը մի բանի համար ստիպված պետք է լինի։ Չէ, հարազատյան ուրիշ խնդիրներ, անձնական, շատ խիստ անձնական խնդիրներ։ Ինչ անեմ ես, ասեք, ես ինչ անեմ երեխեք։ Ուղղակի կներեք էլի որ ձեզ տեղյակ եմ անում, որ պայտակ ես մինչև հոգեվիճակս գիտեմ ինչ պետք է անեմ, դի։ Հոգեվորի մեջ հիմա խորանամ, որ մի ձևի ուժ գտնեմ։ Ալինա ջան, հələ լսի մի հատ բան հարցնեմ, բան այդ տան պահով տուն կա, որ կարաս դու տեղափոխվես։ Հարազատյան, հենց հիմա չկա, բայց ունենց էլ չի, որ ստեղ հապ չէ, ուղղակի ես տեղյակ եմ բան, որ ես շատ գումարի անհրաժեշտություն ունեմ, որ ասենք մի 100-200 հազար դզվի, հավաք եմ ես քանի օրվա մեջ, արագի մեջ հասկանամ, հեռանամ ես երդից կամ հասկանամ ինչ եմ անում։ Միշտ էլ ուզեցել եմ բոլորիդ հետ էլ հարգանքով սիրալիր լինեմ, ոչ մեկին էլ չեմ ցանկացել երբևիցե բլոկել Ժորժ ջան։ Ես իմ կյանքում շատ արժան փորձություններով եմ անդադ։ Ալինա, բանը լսի, հələ մի հատ բան հարցնեմ, քո անձնագրի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա։ Անձնագիրը դրանց բավարարի։ Այտենց կա հիմա այդ երկից դուրս գալու եղա։ Չեմ անում, էլի պետք է ամփոփ լինի, մի հատ հասկանամ, այնց ծոթի մեջ չեմ կարա ելնեմ այդ։ Յուզեր ջան, դե որ համ գնալու փողն ես տալի, համ կարում ես տուն ապահովես, որ ես մարդը ապրի։ Բան արա, բարձացի լիֆտ, ես հենց հիմա քեզ այսքան մարդու մոտ շատ ուշադիր երբեք ոչ մեկի լիֆտ չեմ անել, քեզի հենց հիմա հանում լիֆտ շատ ուշադիր լսում եմ քեզ։ Ասած այնա որտե ես տուն առաջարկում ես մարդու։ Այս մարդը թո տեղափոխվի ախպեր։ Մի հատ մի սենյակ ախպեր, նյուժելի այսքան հայության մեջ, այսքան մենք թասիբով ենք արա, նյուժելի մեկը մի սենյակ չի կարում տրամադրի արա, որ այս աղջիկն այդ հա ապրի, այ հայեր։ Այդքան դրսից մարդիկ եկան, այդքան մենք Ղարաբաղից մարդկանց բերեցինք, տեղավորեցինք, մարդիկ ապրում են։ Նյուժելի մի սենյակ ախպեր չեք կարում տրամադրեք, որ այս մարդը ապրի, այս հոգեվիճակից դուրս գա։ Ախպեր այս մարդը շատ մեծ օգնության կարիք ունի։ Այս մարդուն, որ մի սենյակը լինի, մի հատ իրան մարդ լինի, որ կհասկանա իրան, աղջիկ լինի, նստի խոսա իր հետ։ Ես չեմ մտածում, որ այս մարդը չի հասկանալու այդ ամեն ինչը։ Յուզեր ջան, գրի համար էջիս, եթե դու կարաս, եթե դու… Ես չունեմ, որ տրամադրեմ, եթե ես ունենամ, ես դու գրել ես դու տրամադրի, եթե ես ունենամ, ես ամբողջ հայությանը չեմ գինի, որ հայությունը տրամադրի, ես չունեմ, որ տրամադրեմ, եթե ես ունենամ, թեկուզ մի հատ ազատ կառավատ իմ տան մեջ, ես կտրամադրեմ, ես չունեմ, դուք հասկանում եք երեխեք, ես չունեմ։ Իսկ ովքեր էլ որ եկել են այստեղ փնովում են, քննադատում են, մեկ ընդմիշտ հիշեք, որ այս կյանքը բումերանգի օրենքով է շարժվում։ Դուք էլ եք հասնելու այդ օրին։ Ովքեր որ կարան մարդուն քննադատեն։ Ես ճիշտ կյանքը լավ գիտեմ, ձգտումել եմ, ես ինչ TikTok անում եմ այդ ժամանակվանց շատ ձգտել եմ, իմ ծնողները իմ համար տան հարց պետք է լուծեին, աղբորս համար լուծեցին, ես իմ աղբոր համար շատ ուրախ եղա ժողովրդս։ Եվ ես էլ որպես իրանց մեծ աղջիկ, որ միշտ այդ երեխեքի համար իմ քրերը իմ աղբոր համար հոգ եմ տարել, ես իմ ծնողին ուղղակի թողեցի հեռացա իրանցից, վերջնականապես։ Ու իրանցից էլ ոչ մի ակնկալիք չունեմ, որ երկար տարիներ ինձ խոստացել են, որ այդ հարցը կլուծեն։ Իմ ծնողները ինձ խոստացել են, քաշել են, բայց ես ոչ թե նեղացած ձևով եմ խոսում, այլ որ հնարավորություն լիներ, ես այս հարթակում չէի հայտնվի։ Ես իմ ծնողների հետ ապրում էի։ Ուղղակի այնտեղ էլ ուրիշ խնդիրներ եղա, որ իրանց հետ չէի կարել մնալ։ Քանի որ երեխեքը հետ գալիս են, մեկը փսակված է, մյուսը մամուսնու հետ, ես էլ տենց ոպույի պես չէի նստելու։ Հա, յուզեր ջան, գրածներ չի գալ։ Այդ ժամանակ որ ծնողներիս տունն էի մնում, ես բանը Շիրակ խանութում եմ աշխատել, տարբեր տեղեր գործեր էի փնտրում, անդադ վիզ դրեցի, որ կարողանամ մաքուր կյանքով ապրեմ, Ժորժ ջան, բայց դու մի ասա, որ մարդիկ այսօր այնքան վտանգավոր են, ես էլ ինքս որ գեղեցիկ աղջիկ եմ, մարդիկ
Անդադեք ան բզին, հրին, ասի փախեք, հելա ու գյուրը Ձեռին չեք գրում, անձնական գրի նայում եմ ասի գրած։ իմ հետ գործ չունեք, ոչ մի սեռական, հարաբերություն ոչ Անձնական մեկ գրի չի նայում եմ կարող գրած։ լինել, ես տենց հելա մտայս տիկտոկի մեջ, ես էլ իրևի աղսուց էր, որ ես տիկտոկի ձևերն ու Անձնական գրի user ջան։ շատ դժվար բախների մեջ մաց ես էլի։ 7 ջան ինչ Համար իմ է։ հոգեկանը սկզբից դուք ինձ որ տեսեք ես շատ ծանր վիճակի մեջ եմ եղել դեռ այն ժամանակ։ Այդ ժամանակ որ ես նոր TikTok էի մտի, ես այդ ժամանակ էլի իմ տնեցիկին դքեցի ու գնացի։ Իրանց հետ էլ միշտ էլ ինչքան էլ ապրել եմ, ակուրատն եմ ապրել, շնորհքով, մակարդակով։ Բայց ես ինքս միշտ հաշվել եմ, որ ես ծնող չունեմ, ես իմ արդեն տենց եմ հաշվում։ Ես իմ ծնողին կարամ ինչ-որ մի բանով օգնեմ, միշտ էլ օգնել եմ, ասել եմ, միշտ էլ հարգել եմ, բայց հիմա եթե ես ինքս ինձ իմ վրա ուշադրությունը չկենտրոնացնեմ, կարող շատ վատ բաներ լինի իմ հետ։ Եթե զուտ ձեզ մարդկային ձևում եմ ձեր հետ կիսում, Ժորժ ջան, դուք էլ չկասկածեք, դուք ինձ հնարություն տվեք, դուք իմ փոխվելը կտեսնեք, որ քանի որ ես ձեզ էլ եմ ասում, ուղղակի հիմա մենք հասկանանք, հետա լայք եք, Ժորժ ջան, նստել եք 93 հոգի նայում եք դեմքից, նայեք, հիմա որ ես այստեղ ծանր վիճակով ձեր հետ խոսում եմ, դուք սկի չեք ցանկանում մի հատ լայքել։